Մեր ազգին պահպանողը այդ եկեղեցին է եղել, եկե հասել ենք հիմա մեր օրեր։ Ես չեմ բացառում, որ կան անհատ հոգևորականներ, որոնք իրանք չեն պահում Աստծո պատվիրանները։ Ես կարծում եմ, իրանց պատիժը ամենախիստն է լինելու Աստծո կողմից։ Ես ինչ գործ ունեմ խառնվեմ իրանց Աստծո ու իրա միջև։ Աստված շատ լավ պատիժները գիտի, բոլորիս պատիժը գիտի։ Եթե ես կամ դուք մի մեղք ենք, ինչ-որ մեղք ենք գործում, մեր պատիժը կա սահմանված պատիժ։ Բայց երբ որ դա անում է հոգևորականը, նրա պատիժը տասնապատիկ բարձր է։ Եվ այստեղ մենք հոգևորական մարդկանացուները սանելիք չունենք։ Բանելիք չունենք, իսկապես չունենք, էլի այդ խեղճ մարդկանց պատիժն ավելի սարսափելի է լինելու։ Հիմա մենք ուզում ենք այսօր իրանք մենք պատժենք։ Մի դատիր, որ չդատվես։ Այս սկզբունքը եկեք պահենք եւ ամենակարևորը, որ ես չեմ ամաչի, սա բարձր ասեմ։ Եթե մեր տան մեջ Աստված հեռու պահի, մեր երեխեքի մեջ, մեր ծնողների մեջ, մեր քույրերի, եղբայրների մեջ մի անառակ լինի, մենք դրա մասին դուրս չենք գա փողոց բոլորին պատմենք։ Մենք ընտանեկան ցավը պահում ենք մեր ընտանիքի մեջ, մենք այտենց ենք դաստիարակվել։